Արև ձեզ, սիրելի ունկնդիրներ, այսօր կշարունակենք ուսումնասիրել Աստվածաշունչը շաբաթօրյա դպրոցում, ինչպես գիտենք արդեն ուսումնասիրում ենք Եփեսացիս ուղերձը, Պողոս Արաքյալի միջոցով գրված, և այսօր արդեն 13-րդ դասն է, որը կոչվում է խաղաղություն տարածելով, և հիշելու համարն է Եփեսացիներ 6:16-17 համարները, և այդ բոլորի վրա հավատի վահանն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել, առեք նաև փրկության սաղավարտը և հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, թող Սուրբ Հոգին օգնի մեզ Աստծո ողորմությամբ և օգնությամբ ուսումնասիրենք և ճիշտ հասկանանք Աստծո ուղերձը մեզ, և նաև թող Աստված պատրաստական սիրտ տա, որպեսզի ընդունենք մեր սրտի մեջ Տիրոջ խոսքը և իրագործենք մեր կյանքում։ Ուրեմն ուսումնասիրենք և տեսնենք, թե երբ որ ասում է և այդ բոլորի վրա հավատի վահանն առեք, թե որն են այդ բոլորը։ Ուրեմն որպես նախաբան ասենք, որ կար գրող Ջոն Բունյան և ինքը գրել է գիրք «Ուխտավորի առաջընթացը այս աշխարհից, գալիք աշխարհ», և դա դասական քրիստոնեական վեպ է, և գլխավոր հերոսը քրիստիանին այդպես է կոչվում, այսինքն քրիստոնյա, և որտեղ նա պատրաստվում է ճանապարհորդել, նրան տանում են պալատական զինանոցը և ցուցադրում ամեն տեսակի զենք, որը նրանց տերը տրամադրել էր ուխտավորների, սուր, վահան, սաղավարտ, լանջապանակ և չմաշվող կոշիկներ։ Եվ այս ամենը բավական էր Տիրոջ ծառայության համար զինելու այնքան մարդու, որքան աստղեր կան երկնքում։ Եվ երբ որ մինչև թույլ տալը, որ այս քրիստոնյան ճանապարհվի, այս քրիստիանը ճանապարհորդի, նրան ոտքից գլուխ զինում են, որպեսզի որտեղ գիտենք, երբ որ մարդ ճանապարհորդում է, տարբեր դժվարություններ, միգուցե վտանգավոր երևույթներ կարող է տեղի ունենալ, հատկապես հին ժամանակներում, և դրա համար պետք էր, որ ինչ-որ պաշտպանության միջոց ունենալ, եթե ճանապարհին հարձակման ենթարկվեր, որպեսզի կարողանար պաշտպանվել։ Եվ երբ որ մենք կարդում ենք Պողոս Արաքյալի 6:10-20 համարները, այն հիշեցնում է հենց այս դրվագը, այս գրքից, որտեղ Պողոս Արաքյալը, ինչպես անցած անգամ կարդացինք 6:10-20 համարներում, նույնպես գրում է զենքերի մասին, այսինքն ասում է զինվեք, սպառազինություն հագեք։ Եկեք ևս մի անգամ կարդանք այս դրվագը 10-20 համարները 6-րդ գլխի, այսուհետև զորացեք Տիրոջով և նրա զորության ուժով, և Աստծո սպառազինությամբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել, որովհետև մեր պատերազմը արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Ուրեմն ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Պողոս այստեղ եզակի թվով չի գրում, չի ասում զորացիր Տիրոջով, զգեստավորվիր Աստծո սպառազինությամբ, որտեղ քո պատերազմը, ինքը այստեղ օգտագործում է հոգնակի թիվը, ասում է զորացեք, սպառազինվեք, մեր պատերազմ, այսինքն խոսքը այստեղ գնում է ոչ թե միայնակ
Աստծո զինվորի մասին, այլ ամբողջ եկեղեցու մասին։ Քրիստոսի զինվորների հավաքականության մասին է խոսքը գնում։ Որտև մենք գիտենք, որ եթե մի հոգին գնա պատերազմելու, նա չի կարող հաղթել։ Եթե ուրիշներն էլ չլինեն իր կողքին։ Եվ ուրեմն հաղթանակը պատերազմներում կախված է ինչից։ Զինվորների համագործակցությունից եւ հատկապես մարտի թեժ պահին միմյանց աջակցելուց։ Ամենայն դեպս հին ժամանակ, հունական եւ հռոմեական ժամանակներում այդպես էր։ Անհատական շահ հետապնդելը մարտերում դիտվում էր բարբարոսություն, ինչն ի վերջո այդ կերպ վարվող մարտիկին պարտության էր տանում։ Կարևոր պատճառներ կան պնդելու այն գաղափարը, որ Պողոսը վկայակոչելով ռազմարվեստի այս պարզ տրամաբանությունը հիմնականում անդրադառնում է չարի դեմ եկեղեցու պայքարին Եփեսացիներին 6:10-20 համարներում։ Ուրեմն այս հատվածը ամբողջությամբ եկեղեցու մասին պատմող նամակի եզրափակումն է։ Եվ ինչպես ասեցինք արդեն, որ նա խոսում է հոգնակի թվով եւ վերջում կոչ է անում, խնդրում է, որ աղոթ կանեն, թե բոլոր սրբերի, թե իր համար։ Եվ վերջապես ավելի վաղ չարի զորությունները քննարկելիս Պողոսը դրանք դնում է եկեղեցու, ոչ թե անհատ հավատացյալի դեմ, որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին եւ պետություններին հայտնվի Աստծո բազմատեսակ իմաստությունը։ Բայց ինչպես գիտենք, եկեղեցին կազմված է անհատներից։ Ամեն մի անհատը պետք է նվիրվի Աստծուն, որպեսզի ամբողջ եկեղեցին նվիրված լինի։ Ուրեմն Պողոսը որպես զորավար դիմում է իր բանակին եկեղեցուն։ Չնայած մենք գիտենք, որ քրիստոնեական եկեղեցու զորավարը, գլխավոր զորավարը Քրիստոսն է։ Նա կոչ է անում ոտքից գլուխ սպառազինվել եւ որպես միասնական բանակ ջերմեռանդորեն եւ միասնաբար մղել մարտը։ Եվ մենք գիտենք, որ Եփեսացիների թղթում Պողոսը եկեղեցին նկարագրում է որպես մի հատ մարմին, Քրիստոսի մարմին եւ Աստծո տաճար, Քրիստոսի հարսնացու, եւ վերջում էլ եկեղեցին համատում է որպես Աստծո կենթանի Աստծո բանակի հետ։ Եվ քանի որ մոտենում ենք չար օրվան, չարի դեմ այսքան երկար տևած պայքարի վերջին փուլերին, մենք Աստծո եւ միմյանց հանդեպ հավատարմության վրա կասկածելու ժամանակ չունենք։ Ինչպես գիտեք, պատերազմներում միշտ վճռական մարտերը տեղի ունենում պատերազմի մոտեցման ժամանակ, երբ որ արդեն պատերազմի ավարտը մոտենում է։ Սո հիմա արդեն ամեն նշանները կա, որ այս դարեր տևած դարավոր հոգևոր պայքարը Աստծո եւ սատանայի միջև մոտենում է իր ավարտին եւ վճռական մարտերը դեռ առջևում են։ Եվ տեսնենք Պողոսը ինչ խորհուրդ է տալի, ինչպես զինվել այդ մարտում հաղթելու համար միասնական ուժով իհարկե ամեն մի անհատ քրիստոնյա պետք է զինվի այսպես։ Եվ ամենաառաջինը սպառազինության մեջ ինչ է նշում Պողոսը, կկարդա։ Դրա համար Աստծո սպառազինությունը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով հաստատուն կանել։ Արդ հաստատուն կանգնեք ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորված։ Այն ժամանակ
լեն հագուստ էին կրում, լայն հագուստ էին կրում եւ կարիք ունեին միշտ գոտի կապել, որպեսզի այդ հագուստը չխանգարի իրանց առավելապես զինվորները, որովհետեւ դա սովորական գոտիկ չէր, այլ այդ գոտիկի վրա ամրացվում էին բոլոր մնացած պաշտպանական միջոցները եւ դրա համար այդ գոտուց կախված էին մի քանի կաշվե ժապավեններ, պատված մետաղական թիթեղներով, որոնք գոգնոցի տեսք էին ստանում եւ մատնանշում էին կրողի կոչումը, եւ դրա հիմնական գործառույթը հանդերձը կապելը եւ սպառազինության մյուս մասերը ամուր պահելն էր։ Ուրեմն ինչ է ճշմարտությունը, ասում է ճշմարտության գոտով ամրապնդվեք։ Գիտեք, երբ որ նստում են մարդիկ ավտո քշելու, շատ կարևոր է ամրագոտի կապել։ Ինչու, որովհետև շատ ավտովթարների դեպքում այդ ամրագոտին շատ մեծ դեր է խաղում եւ շատ է օգնում, որ մարդը անվնաս դուրս գա այդ ավտովթարից, այսինքն պաշտպանում է իրեն այդ ամրագոտին։ Սա էլ մի ամրագոտ էր, որից ամրանում էին մնացած պաշտպանական միջոցներ, ինչպես է լանջապանակը եւ Հիսուսը ասեց, որ երբ որ Պիղատոս իրան հարցրեց, ինչ է ճշմարտությունը, չնայած չսպասեց, որ Հիսուսը պատասխանի, գնաց դուրս, բայց գիտենք, որ Հիսուսը այլ տեղում ասում է, ես եմ ճշմարտությունը, կյանքը։ Եվ ուրեմն ինչ նկատի ունի այստեղ Պողոս, երբ որ ասում է գոտևորվեք ճշմարտությամբ, նկատի ունի, որ Քրիստոսն է մեր հիմքը, ինչպես որ այդ մնացած պաշտպանական մասերը հիմնված էին գոտիկի վրա, այնպես էլ մենք հիմնված ենք Հիսուսի վրա։ Ամեն ինչ մնացած բոլոր պաշտպանական միջոցները, սպառազինությունը հիմնված է Հիսուսի վրա։ Հիմա կտեսնենք ինչպես։ Ուրեմն այնուհետև Պողոսը հորդորում է հավատացյալին հագնել արդարության զրահը։ Տեսեք այստեղ 14 համարում, 15 համարում, չէ, նույն 14 համարում ասում է գոտևորված ու արդարության զրահը հագած։ Ուրեմն, երբ որ մենք Քրիստոսին մեր փրկության հիմքն ենք սարքում, այսինքն երբ որ դիմում ենք Քրիստոսին եւ ընդունում ենք նրան որպես անձնական փրկիչ, ինչ է տեղ ունենում։ Հիսուսը իր արդարությունը վերագրում է մեզ տալիս է իր արդարության զրահը։ Հին ժամանակներում այս զրահը ինչ մանր մասերից էր կազմված, որոնք բրոնզից եւ մետաղից էին, եւ դրանք միահյուսված էին, օղակների պես միահյուսված էին իրար միջև եւ կոչվում էին թիթեղազրահներ, որտեվ բրոնզից կամ երկաթից մանր իրար ամրացվող թեփուկանման թիթեղիկներ կամ ամբողջական զրահներ։ Եվ այս զրահները ինչ էին անում, պաշտպանում էին թշնամու հարվածներից, կենսական նշանակության օրգանները, ինչպիսիք են սիրտը եւ այլն։ Եվ հավատացյալին էլ պետք է նույն կերպ հոգարապես պաշտպանվել Աստծո արդարության պաշտպանիչ պարգևի միջոցով։ Երբ որ սատանան ուզում է մեզ խոցել եւ մեղադրում է մեզ, որ մենք այս մեղքն ենք գործել, այն մեղքը, ինչպես է մեզ օգնում այդ զրահը, դա Քրիստոսի արդարությունն է։ Եվ մենք դրանով պաշտպանվում ենք, որտեղ Քրիստոսը մեռավ, որպեսզի մեզ արդարացնի, եւ մենք դրանով պաշտպանվում ենք սատանայի
հարցակումներից և մեղադրանքներից։ Եվ այս թղթում Պողոսը արդարությունը կապում է սրբության, բարության և ճշմարտության հետ, այն համարելով ուրիշների, հատկապես եկեղեցու անդամների հետ արդար և լավ վարվելու հատկանիշ։ Մյուսը ասում է, մյուս համարը շարունակում է 15-րդ համար, ասում է, և ձեր ոտքերին պատրաստակամություն իբրև կոշիկ հագած, ոտևորված։ Կներեք, իբրև կոշիկ հագած խաղաղության ավետարանը քարոզելու համար։ Այսինքն մարտի նախապատրաստվող հռոմեացի զինվորը հագնում էր ամուր զինվորական սանդալներ։ Դա պետք է այնքան ամուրն էին, որ դիմանային այդ մարտերում։ Բազմաշերտ ներբանի վրա երևում էին կոշտ մեխերը, որոնք օգնում էին զինվորին ամուր մնալ և հաստատուն կանգնել, այսինքն չսխալ։ Այստեղ Պողոսն օգտագործում է Եսայիայի 52-րդ համարի բառապաշարը, երբ սուրհանդակը լուր է բերում այն մասին, որ Աստված իր ժողովրդի անունից հաղթել է ճակատամարտը և այժմ խաղաղություն է տիրում։ Եվ այդ համարը ասում է. ինչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում։ Այսինքն, երբ որ մարդը դարձի է գալիս, քրիստոնյա է դառնում, ինչ է դառնում իր հիմնական նպատակը։ Ինչ խաղաղության մասին է այստեղ խոսքը գնում։ Քանի որ ամեն մարդ, երբ որ մեղաչել է, ինքը թշնամություն է անում Աստծո հետ։ Մեղքը դա թշնամություն է Աստծո հետ։ Այսինքն Աստված մի բան է ասել է այսպես ապրեք, բայց մենք ասում ենք չէ, մենք այսպես ենք ապրելու։ Եվ դա թշնամանք է Աստծո հանդեպ։ Իհարկե, այդ թշնամանքը առաջին հերթին մեզ է վնաս բերում, որտեղ մեղքը վնաս է բերում թե մեզ, թե մեր դիմացինին, մեր շրջապատին։ Եվ Քրիստոսը երբ որ մահացավ, ինչ ասեց, ասում է Քրիստոսը իր մահով հաշտեցրեց աշխարհը Աստծո հետ, ամեն մեկին հաշտեցրեց։ Այսինքն քրիստոնյան լուր է տանում իր շրջապատին, որ Քրիստոսով մենք հաշտվել ենք, հաշտություն ունենք և կարող ենք խաղաղություն ունենալ Աստծո հետ։ Եվ եթե մենք խաղաղություն ունենանք Աստծո հետ, եթե մեր մեղքերը ներված են, մենք խաղաղություն կունենանք մեր սրտում և մենք խաղաղություն կունենանք մեր շրջապատի մարդկանց հետ։ Բայց եթե այդ խաղաղությունը չեղավ, եթե նույնիսկ պատերազմ չկա տվյալ երկրում, սակայն մարդիկ հոգևոր պատերազմի մեջ են իրար հետ, անդադ իրար վնասում են և ոչ մի լավ բան դրանից դուրս չի գալի։ Քրիստոնյայի խնդիրն է, որպեսզի նա այդ լուրը տանի մարդկանց, որ հաշտության հնարավորություն կա Աստծո հետ և խաղաղության ձեռքբերում, թե ինքդ քեզ, թե Աստծո հետ, թե այլ մարդկանց հետ։ Պողոսը փառաբանում է խաղաղությունը որպես Քրիստոսի գործ, նա խաղաղություն է քարոզում ձեզ, որ հեռու եք նրանից, և ձեզ, որ մոտ եք նրան, մոտեցնելով բոլոր ազգերի և բոլոր դասերի մարդկանց իրար, որպես քրիստոնյաներ, որպես մեկ նոր մարդ, անընդհատ հիշեցնելով Քրիստոսի փրկության պատմությունը և խաղաղության նրա գործը, տոնելով նրա հաղթական անցյալը և նայելով դեպի ապագա հաղթանակը, հավատացյալները հագել են իրենց կոշիկները և պատրաստ են կռվի։ Ինչպիսի կռվի։ Սպանելու դիմացինին իրենց խոսքերով։ Ոչ։ Նրանք պատրաստ են կռվելու Քրիստոսի բանակում, ինչի համար, խաղաղություն հաստատելու համար, թե մարդկանց սրտերում, թե իրենց շուրջը։ Ինչպես Եսայիա 52 գլխի 7-րդ համարում նկարագրված սուրհանդակը հավատացյալները
Քրիստոսի հաղթանակը ու նրա խաղաղությունը ավետող սուր հանդակները։ Պողոսը սակայն չի կամենում, որ մենք իր զենքի կոչն ընկալենք, որպես մեր թշնամիների դեմ զենք վերցնելու կոչ։ Այսքան մեկը մեզ վատություն է արել, զենքը վերցնում ենք եւ գնում ենք, որ սպառնանք ու սպանենք այդ մարդուն։ Ահա թե ինչու է նա հավատացյալներին նկարագրում որպես խաղաղության ավետարանը քարոզողներ։ Քրիստոնյաները այդ ձևով պրոբլեմ չեն լուծում։ Հիմա տեսնենք, թե ինչ է օգնում պրոբլեմը լուծելու։ Նաև նշենք, որ Պողոսը այստեղ նշում է, որ նաև հավատացյալները պիտի կռվարար չլինեն ոչ միայն իրենց շրջապատը, այլ նաև իրար հանդեպ կռվարար չլինեն։ Չպիտի կռվեն իրար հետ։ Նույնիսկ եթե սխալ կա, կռիվը հարց չի լուծում։ Վեճը։ Որտեղ երբ որ վեճ է գնում, խախտվում է միասնականությունը, բայց էլի միասնականությունը ոչ թե ինչ-որ մարդու, սխալ մարդու շուրջը, այլ Հիսուսի շուրջը։ Եկեղեցին պետք է խաղաղություն քարոզի, ներդնելով ավետարանի քրիստոնեական առաքինությունների զինանոցը, խոնարհություն, համբերություն, ներողամտություն եւ այլն, եւ սորոյթներ, ինչպիսիք են աղոթքը, երկրպագությունը։ Սրանք քրիստոնյաների ռազմավարական քայլերն են եւ տանում են դեպի Աստծո մեծ ծրագիրը, բովանդակելու ամեն բան Քրիստոսի մեջ։ Եվ կարդանք Էլեն Ուայթի ավստրալական ասիական բաժանմունքի համաժողովի արձանագրությունը 1899 թվականի հուլիսի 28-ին արված։ Նա ասում է Աստված կոչ է անում մեզ հագնել զրահը։ Մենք ուզում ենք ոչ թե սավողի զրահը, այլ Աստծո սպառազինությունը։ Հիշում եք սավողի զրահը, որ Սավողը ասեց թե խղճալով Դավթին ասեց այս զրահը հագի նոր գնա Գողիաթի դեմ, բայց արդյոք Դավիթը այդ զրահը կրեց։ Նախ եւ առաջ իր վրա շատ մեծ էր, որտեվ Սավողը շատ բոյով ու հաղթանդամ էր, Դավիթը այդպեսին չէր, եւ այդ զրահը միայն խանգարելու էր իր շարժումների մեջ, եւ ինքը դեն կցեց այդ զրահը, ասեց ինձի պետք չի սա։ Ինքը գնաց եւ Գողիաթին ինչ ասեց։ Ասեց ես իմ Աստծո անով եմ գալի քո դեմ եւ հաղթեց Գողիաթին։ Այսինքն մեզ Սավողի զրահը պետք չէ, մեզ Աստծո անունն է պետք։ Այնուհետև մենք կարող ենք աշխատանքի անցնել քնքշությամբ, կարեկցանքով եւ սիրով լի սրտերով։ Գիտեք, երբ որ թարգմանում էի, մի մարդ շատ վրդովված էր, հայ մարդ իհարկե, որտեղ հայերենից անգլերեն թարգմանում եւ անգլերենից հայերեն, զանգել էր իր հեռախոսային կամպանիային եւ շատ բողոքում էր։ Ամիսներ արդեն քանի ամիս ձգձգվում էր նրա վեճը այդ կամպանիայի հետ։ Ցավոք ոչ մի լավ բան դուրս չէր եկել այդ վեճից, այլ ավելի էր վատացել եւ այդ խոսակցությունը տևեց 2.5 ժամից ավել։ Մոտարապես 3 ժամ։ Եվ այդ ամբողջ ընթացքում այս մարդը գոռում էր։ Երբ որ նա ասում էր մի բան, եւ այդ մյուս մարդը անգլիախոսը, այսինքն այդ հեռախոսային կամպանիայի ներկայացուցիչը շատ հանգիստ էր խոսում։ Այս մարդը գոռում էր հայը, նա հանգիստ պատասխանում էր։ Սա գոռում էր, արդեն կոկորդը ճղվում էր։ Շատ անգամ այնքան էր գոռում, որ ես չէի հասկանում բառերը իր արտաբերած, որտեղ ձենը կտրվում էր, խզվում էր։ Եվ ես իրան ուզում էի հասկացնել, որ պետք չի այդպես ձևով գոռալ եւ կոկորդը ցավեցնել եւ այլն, բայց այս մարդը շարունակում էր գոռալ։ Գոռում էր, նույն բանն էր ասում, սա էլ նույն բանն էր պատասխանում, մի քանի անգամ։ Վերջի վերջո ես այդ մարդուն ասեցի, գիտեք ինչ լուծում է պետք տալ այս հարցին։ Դուք նույն բանն եք ասում, սա էլ նույն բանն է պատասխանում։ Եվ վերջապես այնպես եղավ,
գումարի վեճ էր գնում, այսինքն որոշ գումար էին իրենց պահանջում, որ մուծեր, որ ինքը համարում էր անարդարացի, եւ այդքան գոռալուց հետո ինքը սուսուփուս մի վայրկյանում գնաց այդ գումարը մուծեց, որպեսզի իր հեռախոսը միացնի։ Հիմա հաց այդ ամբողջ 2.5 ժամվա գոռոցը ում ինչ օգուտ բերեց այդ վեճը։ Ոչ մեկին, այն մարդոսքի պետք չէր, ինքը հանգիստ պատասխանում էր։ Ինքը վնասեց իրեն, նույնիսկ ասում է սա ինֆարկտ կստանամ։ Ես իրան հասկացնում եմ ընդհանուր, որ չի կարելի, ձեր առողջությունը ավելի կարևոր է, բայց ինքը շարունակում էր գոռալ եւ վրդովել եւ ինչ ստացվեց անիմաստ մի վեճ։ Եթե դու պետք է վերջում գնայր, խելոք մուծեիր այդ փողը, ում էր պետք այդ վեճը անդադ նույն կրկնելը։ Այսինքն օրինակը ինչի են բերում, որովհետև շատ անգամ մենք այդպես ենք վարվում կյանքում։ Իզուր տեղը ժամանակ ենք մսխում մի բանի վրա, որ օգուտ չի տալիս։ Երբեք հունից ելնելը, վիճելը, գոռալը երբեք օգուտ չի տվել։ Փաստերն են դա ցույց տալի, այլ միայն վնասել է մարդու առողջությանը։ Ուրեմն մանավանդ երբ որ քրիստոնեական եկեղեցում է նման բան տեղի ունենում, սկսում են գոռալ իրար վրա, ճվալ, իրար մեղադրել, միթե դա Աստծո կամքն է, ոչ։ Իհարկե ճշմարտությունը պետք է ասվի, բայց ոչ այդպես։ Ձև կա, քրիստոնեական ձև կա ճշմարտությունը ասելու։ Եվ վերջապես օրենքներ կան, ուղեցույցներ կան, որ ինչպես պետք է դա անել։ Ոչ թե իրար վիրավորելով եւ կռիվ ու վեճ ստեղծելով եկեղեցում եւ այդ ձևով գայթակղելով բոլոր մնացած հավատացյալներին։ Դա արդեն Քրիստոսի մարմինը չի լինում։ Դա արդեն չգիտեմ ինչ է։ Եվ վերջապես կոշիկներից հետո ինչ է ասում, որ հագնեն։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահանն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Ուրեմն հետաքրքիր է, որ պատերազմի ժամանակ, մարտի ժամանակ վահանով ես, այն ժամանակ իհարկե, հիմա վահանով ոչ մի բան չես կարանես, ուրիշ ձևի է մարտերը, վահանով էին դիմադրում, որպեսզի, գիտեք, հասարակ նետեր չէին բաց թողում այդ զինվորների վրա, այլ ձուտ էին քսում այդ նետերի ծերին կրակով։ Կրակին է, որպեսզի այդ կրակոտ նետը գա եւ խփի զինվորին։ Եվ ուրեմն որպեսզի պաշտպանվեն, ինչ ձևի վահան էին ստեղծում, դա ուղղանկյունաձև վահաներ, հռոմեացի լեգիոների վահանի մասին է խոսքը գնում։ Պատրաստված էր փայտից եւ պատված էր կաշվով, դրա ծայրերը թեքված էին դեպի ներս, պաշտպանվելու կողքից հասնող հարվածներից։ Երևի կինոների մեջ տեսել եք։ Եվ նաև այդ վահաները թաց էին, ջրոտ էին, ինչի երբ որ այդ կրակոտ նետերը գային, հանգչեին այդ ջրի մեջ։ Եվ դա իհարկե օգնում էր։ Ուրեմն այս հավատի վահանի նկարագրությունը արտացոլում է հին կտակարանի վահանի օգտագործումը որպես Աստծո խորհրդանիշ, ով պաշտպանում է իր ժողովրդին։ Հավատի վահանը առնելը։ Ուրեմն մեր պաշտպանվելը, եթե օրինակ վերցնենք, որ դիմացինը մեր վրա գոռում է, մեզ մեղադրում է կամ վրդովում է, այսինքն կրակոտ նետեր է բաց թողնում մեզ վրա, Պողոսը չի խորհուրդ տալի, որ դուք էլ նույնը արեք, կրակոտ նետեր բաց թողեք նրանց վրա, դա լուծում չի, այլ ասում է հավատի վահանով պաշտպանվեք, այսինքն իչքան հնարավոր է, որտեղ մենք
ասեցինք, որ վեճը օգուտ չի տալի, են ասի, դու ասա, և վերջում մի կաթիլ մեղրի պատմությունն է դուրս գալի, և վնասվում են, իրար տալիս սպանում են, և ով է ուրախանում, սատանան, բայց եթե դու ունես վահան, որ այդ կրակոտ նետը կարող է հանգցնել, այսինքն հավատքը քո ամուր, օգտագործիր այդ վահանը, օգտագործիր այդ հավատքը, և նաև հոգևոր իմաստով, գիտեք սատանայի գործը ինչն է, մեղադրել, ինքը անդադ Աստծո դեմ մեղադրում է, այս քրիստոնյային, այն հավատացյալին, սրան, նրան, տես, էսի սենց արեց, տես, էնին հենց արեց, և ձեզ է մեղադրում անձը, այսինքն մեզ է մեղադրում, ասում է, վայ, դու ես սխալ արեցիր, վերջ, էլ Աստված քո հետ գործ չունի, տենց է, այդպես է ինքը նկարագրում Աստծուն, բայց երբ որ մենք վահան ունենք հավատքի, մենք ինչ ենք պատասխանում նրան, Աստծո խոստումները, մեր հավատքը հիմնված է Աստծո խոստումների վրա և Աստծո նկարագրի վրա Աստվածաշնչում և երբ որ ինքը մեզ մեղադրում է, մենք ասում ենք ոչ, Աստվածաշնչում այսպես է գրված, այսպես է խոստացել մեզ Աստված և դրանով մենք հանգցնում ենք իր նետերը, որ կրակոտ են և սա ևս մի պաշտպանական զենք է սատանայի դեմ, հավատքը։ Ուրեմն, հավատի վահան առնելը նշանակում է տիեզերական ճակատամարտ մտնել վստահելով Աստծուն, ով կռվում է հավատացյալների անունից, մատակարարում է ամենալավ զենքը և ապահովում է հաղթանակը։ Հռոմեական մարտական սաղավարտը, որտեղ մյուսը վահանից հետո Պողոսը նշում է, առեք նաև փրկության սաղավարտը և հոգուսուրը, որ Աստծո խոսքն է։ Ուրեմն ինչ էր սաղավարտը։ Սաղավարտը գլխին էին դնում, որտեղ գիտեք գլխի մեջ ինչն է ուղեղը։ Ուղեղը ինչն է, նա ղեկավարում է մեր ամբողջ մարմինը։ Եթե խփեցին գլխին, դու էլ ոչինչ չես կարող անել։ Այն մյուս զրահը եւ այլն գոտին եւ այլն չէր փրկի, եթե այդ մարդու գլուխը չծածկված լիներ եւ խփեին իր գլխին, էլ միանգամից վերջացավ։ Եվ ուրեմն շատ կարևոր է, որ բացի այս բոլոր սպառազինությունից նաև մեր գլխին դնենք հոգևոր սաղավարտը։ Այն ժամանակվա հին ժամանակների սաղավարտը պատրաստում էր երկաթից կամ բրոնզից, գլուխը պաշտպանող հիմնական մասին ավելացվում էին հատուկ դետալներ, պարանոց, ականջները, ճակատն ու այտերը պաշտպանելու համար։ Պատկերացնում եք, այսպես լրիվ պաշտպանում էր գլուխը։ Հաշվի առնելով սաղավարտի պաշտպանական գործառույթը, այսինքն փրկության սաղավարտը խորհրդանշում է հավատացյալների ներկայիս փրկությունը հարություն առած, համբարձված և բարձրացված Քրիստոսի հետ միասնության շնորհիվ։ Փրկության սաղավարտը հագնել նշանակում է անտեսել ժամանակին այդքան տարածված հոգևոր ուժերի հանդեպ վախը և վստահել Քրիստոսի գերագույն զորությանը։ Եվ ես կավելացնեի նաև ոչ միայն սա, այլ նաև գիտեք, որոշ մարդիկ, երբ որ Աստծո խոսքը քարոզվում է, իրենք իրանց կամքով փակում են իրաց ականջները, որպեսզի Աստծո խոսքը չլսեն։ Սակայն այս սաղավարտը, երբ որ մեր դնում ենք, եւ այն պաշտպանում է եւ մեր ճակատը, եւ ականջները, հոգեորապես կարելի ասել, որ այն թույլ չի տալի, որպեսզի սատանայի նետերը մխրճվեն մեր ուղեղի մեջ։ Այսինքն իր հերյուրանքները, իր ստերը, գիտեք, հիմա ամբողջ աշխարհը լցված է սատանայի տեղեկատվությամբ։ Ամեն ինչի մեջ այդ խաղերը, որ երեխեքը խաղում են, այդ նույնիսկ հիմիկվա մուլտերը, որ ստեղծում են, էլ չեմ խոսում կինոների մասին, էլ չեմ խոսում երգերի մասին, երգիչների մասին, բեմերի մասին, այսինքն
Սատանան այնքան զենքեր ունի, մենք պետք է այդ սաղավարտը դնենք, որպեսզի մեր ականջները փակենք այդ բոլոր սատանայի տեղեկատվությունից։ Մենք չպիտի թույլ տանք սատանայի տեղեկատվությունը մտնի մեր ականջների մեջ։ Մենք ճակատը, որ խորհրդանշում է մեր ուղեղը, մեր գիտակցությունը, մենք պիտի փակենք, որպեսզի սատանայի ստերը չմտնի մեր ուղեղ եւ ամեն ինչ չխառնի այնտեղ, այլ միայն թույլ տանք, որ ճշմարտությունը մտնի մեր ուղեղի մեջ, որպեսզի ամեն ինչ կարգո կանոնի բերի այդ քաոսը, որ տիրում է մեր ուղեղում, եւ մենք մեր ուղեղը նույնիսկ չի կարողանում ենթարկեցնել իրեն մեր մարմինը եւ չի կարողանում տիրել մեր մարմնին, այսինքն օրինակ եթե մարդ խելացի լինի, կիմանա, որ այս ինչ բանը ուտի կամ այս ինչ բանը անի, իրան վնաս է տալու, ուղեղը գիտի, բայց ստամոքսը ասում է չէ, ես ուզում եմ դա, եւ ուղեղը զորուչի դիմադրել ստամոքսին, ինչի, որտեվ լսում է սատանային, որտեվ սատանան ասում է կեր, խմի, քեֆ արա, ինչ ուզում ես սիրտդ արա, որտեվ մի օր ես ապրում, այսինքն կարճ կյանք ես ապրում, կարծես թե հաճույքը դրա մեջ է, եւ այդպիսով խաբում է, դրա համար մենք այդ սաղավարտը պիտի կրենք, որպեսզի պաշտպանվենք սատանայի բոլոր տեղեկատվությունից եւ ստերից։ Եվ վերջապես ասում է հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, Պողոսը նկատի ունի Հռոմեացի լեգիոների կարճ երկսայրի սուրը, մարտի ժամանակ երկու նիզակ էին նետում, Պողոսը դրանք չի անդրադառնում, եւ այնուհետեւ հանում սուրը եւ հարձակվում։ Ուրեմն մեր հարձակման միջոցը մենք քիչ առաջ ասեցինք, որ չպիտի այդ կրակոտ նետերին պատասխանենք նույն կրակոտ նետերով, որպեսի կռիվը ավելի շատանա, մարդիկ իրար սպանեն խոսքերով, հետո էլ զենքերով եւ սատանան էլ ուրախանա, որտեղ միայն սատանան է դա ուզում։ Աստված լացում է ամեն մի մեռած մարդու վրա, մանավանդ ջահելների երիտասարդ կյանքերի վրա, որ չար ղեկավարների կամքով պատերազմ են հայտարարել խեղճ երիտասարդ պատայներին, պատերազմներ են հրահրում, որպեսզի նրանց կյանքից զրկեն։ Եվ դրա վրա ուրախանում է միայն սատանան։ Աստված չի ուզում դա։ Բոլոր ազգերի, դասերի քրիստոնյաները պիտի միաբանեն, որպեսզի պայքարեն խաղաղության համար։ Ինչքան հնարավոր է։ Այս երիտասարդները չպիտի մեռնեն, նրանք պիտի ճանաչեն Աստծուն եւ փրկվեն։ Սատանան չի ուզում դա, եւ ինքը իր ագենտների միջոցով հրահարում է նման երևույթներ։ Ուրեմն քրիստոնյան ոչ թե ի պատասխան կրակոտ նետեր է ուղարկում, այլ հոգու սրով է կռվում, այսինքն Աստծո խոսքով։ Ինչպես մենք կարող ենք կռվել Աստծո խոսքով, Աստծո ճշմարտությունը ներկայացնելով, որտեղ սատանան սխալ տեղեկատվություն է տալի Աստծո մասին, սխալ կերպար է ստեղծել Աստծո, եւ մենք Աստծո խոսքով ցույց ենք տալի, որ ոչ, դուք ճիշտ չեք ճանաչում, Աստված այդպեսին չի, սա է Աստծո կերպարը, Աստծո խոսքում այսպես է գրած, այլ ոչ թե ինչ որ քահանայի նայես կամ իր ասածը լսես եւ դրանով կամ թեկուզ ինչ որ հովի, որ քարոզում է, բայց սխալ բաներ է քարոզում եւ դրանով սխալ պատկերացում ստեղծես Աստծո մասին։ Մեզ պետք է հոգու սուրը, Աստվածաշունչը լավ ճանաչել, որպեսի չխաբվել ոչ մի մարդու կողմից։ Թեկուզ ինքը քահանայի շոր է կրում կամ չգիտեմ եկեղեցում կանած քարոզում է կոստյում հագած, կապ չունի, մենք պիտի շատ լավ իմանանք Աստծո խոսքը, որպեսի հասկանանք որն է ճիշտը եւ որն է սխալը, եւ հասկանալով հանդերձ օգնենք մեր քույրերին, եղբայրներին եւ այլոց հասկանալու դա։ Ուրեմն
Աստծո խոսքը որպես չարի դեմ պայքարում ամենակարևոր զենքն է, որտեղ ինչքան էլ պաշտպանվես, չես կարող հաղթել, մինչև որ դու ինքդ չպայքարես զենքով, որը տվյալ դեպքում Աստծո խոսքն է։ Այսպիսով Աստծո խոսքը վերաբերում է այն բոլոր խոստումներին, որոնք մենք գտնում ենք Աստվածաշնչում։ Եվ ավարտելով մարտական կոչը, Պողոսը հորդորում է հավատացյալներին մասնակցել վճռորոշ հարատև աղոթքին, բոլոր սրբեր, ինչպես նաև իր համար որպես բանտարկված պատգամավորի։ Կարդանք այդ համարները։ Ամեն ժամ աղոթեք եւ խնդրեք հոգով, եւ սրա մեջ արթուն մնացեք հարատևությամբ եւ աղաչանքով բոլոր սրբերի համար, ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպես այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։ Այսինքն, չնայած ինքը չի ասում, որ աղոթքը դա մի ուրիշ զենք է, բայց ասում է, որ գումարած այս բոլոր սպառազինությանը աղոթեք, որովհետև աղոթքն է, որ գնում է դեպի Աստված եւ որոշում է, վճռում է ամեն ինչի վերջը, թե վերջը ինչպիսին է լինում։ Սատանան միշտ դրդում է մարդկանց չաղոթելու, ներկայացնում է աղոթքը որպես մի ավելորդ բան, կամ երբեմն երբ որ պետք է դժբախտություն է պատահում, այն ժամանակ ասում է պետք է աղոթել, ոչ, աղոթել պետք է ամեն օր, որովհետև ինչքան էլ մենք սպառազինված լինենք, միևնույն է մարտի ելքը կախված է Աստծուց։ Եվ ուրեմն աղոթքը ամենակարևոր մասերից մեկն է մարտում եւ հնում հենց այդպես էլ անում էին։ Մարտից առաջ աղոթում էին։ Եվ մեր համար աղոթքը դա ռազմական մարտավարության շարունակություն է։ Քանի որ աղոթքով Աստծուն դիմելը սորական երևույթ էր հին ժամանակների մարտի դաշտում, հիշենք Հովսափաթին, որ մարտի գնալուց առաջ դիմեց իր ժողովրդին եւ ասեց. «Ծնկի գանք, երկրպագենք Աստծուն եւ խնդրենք նրան»։ Որտեվ Հովսափաթը լավ էր հասկանում, որ այդ մարտի ելքը կախված է Աստծո որոշումից։ Եվ նաև օրինակ այստեղ բերենք մի ուրիշ թագավորի, գիտեք, որ երբ որ Սողոմոնի որդին սխալ որոշում կատարեց եւ Իսրայելը բաժանվեց երկու մասի, Իսրայել եւ Հուդա, եւ Իսրայելում այլ թագավոր էր տիրում, Հուդայում այլ թագավոր էր տիրում։ Եվ երբ որ այս Հովսափաթ արդար բարվող թագավորը տիրում էր Հուդայում, Իսրայելում Աքաբն էր, որը բոլորովին Աստծուց հեռացած մի թագավոր էր, իր սատանային ծառայող կնոջ խելքին ընկած, Եզաբելի խելքին ընկած, եւ երբ որ մի անգամ որոշում է, որ պատերազմի, խնդրում է Հովսափաթին, Հովսափաթը արդար լինելով հանդերձ սխալմունք է անում եւ գնում է ուզում է բարեկամություն անել Աքաբի հետ։ Եվ Աքաբն էլ օգտվում է այդ առիթից եւ ասում է, գիտես, մարտի եմ գնում, խնդրում եմ ինձ օգնի, իմ հետ դուրս արի մարտի։ Եվ այնքան միամիտ էր Հովսափաթը, որ տեսեք ինչ է ասում Հովսափաթին, ասում արի դու թագավորի հագուստը հագի, ես էլ թագավորի հագուստ չեմ հագնի, որտեղ լավ գիտեր, որ հին ժամանակների ու մարտերի ժամանակ փնտրում էին թագավորին եւ առաջին ուզում էին խոցեին թագավորին, որտեղ երբ որ թագավորին խոցում ես, քանի որ թագավորն էր հրամանատարը, ամբողջ զորքը արդեն փախնում էր, որտեղ հրամանատարը չէր ունենում զորքը։ Եվ տեսեք, քանի որ դրանից առաջ մարգարեն ասեց, գիտես, ասեց, շատ մարգարեների կանչեց եւ ասեց ես հաղթելու եմ եւ այս սուտ մարգարեները ասին հա հաղթելու ես, բայց մի հատ մարգարե կար ընդամենը,
որ ճիշտ է ասեց ոչ չես հաղթելու եւ քեզ սպանելու են այդ մարդուն։ Դա Աստծո խոսքն էր, Աստծո նախազգուշացումներ, որ չլսեց Աքաբը, ուզեցավ իբր թե Աստծու խաբել, առաջ անցնել, իբր թե իր ախելքով եւ Հովսափատին դեմ տվեց, որպես թագավոր ինքը սորական հագուստներ հագավ գնաց պատերազմի, իհարկե մտածելով, որ Հովսափատն է թագավորը, վրա տվեցին Հովսափատի վրա, բայց Հովսափատը արդար մարդերը աղաղակեց Աստծուն, հասկացավ իր սխալը եւ Աստված փրկեց իրան։ Բայց Աքաբի հետ հակառակը տեղ ունեցավ։ Գրված է, որ մի մարդ պատահական, ոչ թե նշան բռնեց, չէ, պատահական ասма քաշեց իր աղեղը, նետը գնաց եւ խփեց Աքաբին։ Եվ Աքաբը մահացու վիրավորանք ստացավ, այսինքն վերք ստացավ եւ մահացավ դրանից հետո։ Կարողացավ խաբել Աստծուն, ոչ։ Այսինքն երգը միշտ կախված է Աստծուց։ Եվ շատ բան է կախված մեր աղոթքից, երբ որ մենք դիմում ենք Աստծուն։ Աղոթքի միջոցով ենք մենք վստահություն հայտնում Աստծուն։ Աղոթքի միջոցով ենք մենք ամբողջ աշխարհի առաջ վկայում, որ մենք մեր վրա չենք վստահ, այլ Աստծո վրա ենք վստահ եւ Աստծուց ենք խնդրում օգնություն։ Եվ ուրեմն շատ կարեւոր է աղոթքը։ Ուրեմն աղոթքներից առաջինում Պողոսը խնդրում է, որ բոլոր սրբերի համար աղոթեն։ Եթե եկեղեցին ցանկանում է հաջողություն ունենալ չարի ուժերի դեմ պայքարում, ապա պետք է հոգով ներշնչված հարատև աղոթք բարձրացնի առ Աստված։ Պողոսի երկրորդ աղոթքի խնդրանքն իր համար է։ Ինձ համար էլ։ Նա խնդրում է աղոթել, որ Աստված իրեն ճիշտ խոսքեր տա, ճիշտ ժամանակին, որոնք կարտասանվեն պատշաճորեն, որպեսզի ինքը ճիշտ վկայություն տա Քրիստոսի մասին բոլոր նրանց, ում հետ որ կառնչվի։ Ուրեմն Ավետարանի խորհուրդը ինչ է, որ կապ չունի, թե որ ազգության ես դու պատկանում, ինչ դասի ես դու պատկանում։ Եթե դու քրիստոնյա ես, ուրեմն քրիստոնյաները պետք է համախմբվեն, անկախ իրենց ազգությունից, դասից, մեկ նպատակի շուրջ, ծառայելու Քրիստոսի շահերին, ինչը նշանակում է, որ դրանով իրենք ծառայում են եւ իրենց շահերին, եւ բոլոր իրենց եղբայրների, քույրերի, աշխարհի բոլոր մարդկանց շահերին։ Որովհետեւ մարդկանց փրկության մասին է խոսքը գնում։ Ինչու է հավատացյալներին այդքան հաճախ ջերմեռանդ եւ հարատև աղոթքների մասնակցելու կոչ արվում։ Առաջին գերբնական թշնամիների մեծաթիվ բանակի դեմ հոգևոր ճակատամարտի սպառնալիքը սարսափելի է եւ իրական։ Մենք անցած անգամ ասեցինք, որ մենք պայքարում ենք, կռվում ենք ոչ թե մարմնից, մեր այսքան սովորական մարմնից բաղկացած մարդկանց դեմ, այլ նրանց հետևում կանած են չար հոգևոր ուժերը։ Նրանք են ղեկավարում այս մարդկանց։ Եվ մենք էլ պետք է մեր հրանադրի Հիսուսի օգնությամբ հաղթենք, ոչ թե նրանց սպանելով, այլ նրանց դարձի բերելով։ Եվ դա իրական պատերազմ է, ավելի իրական, քան թե որ մենք պատկերացնում ենք։ Եվ սարսափելի պատերազմ է։ Որտեւ այդ պատերազմի միջոցով է, որ այսօր հրահրվում են բոլոր պատերազմները մարդկանց միջև, ազգությունների միջև։ Սատանան օգտագործում է այդ ամենը, որ մարդկանց հանի իրար միջև եւ որքան կարող է շատ մարդ մահանա, ինչպես այսօր ուզում են որոշ բարձրաստիճան մարդիկ, որտեղ իրենք կարծում են, որ իրենք Աստված են, որ իրանք պիտի որոշեն, թե քանի մարդ ապրես աշխարհի վրա։ Քրիստոնյաները պիտի հակազդեն դրան հոգևոր սպառազինությամբ եւ Քրիստոսի գործը առաջ տանելով։
Եվ երկրորդ հոգևոր զորության եւ հաղթանակի մասին Աստծո խոստումները պատկերված են Պողոսի ռազմական փոխաբերության միջոցով։ Ջերմեռանդ եւ հարատեվաղոթքը մեզ հնարավորություն է տալիս ուշադիր լսելու այս խոստումները, գոհանալու դրանց համար եւ փառաբանելու Աստծուն իր շնորհի համար։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի Spalding ու Մագան հավաքածուից H121 Մարտի դաշտում կանանց բանակը շփոթված եւ թուլացած կլինի, եթե զինվորները համերաշխ եւ համաձայնվեցված չգործեն։ Եթե զինվորները կյանքի կոչեն սեփական պորտքում գաղափարները առանց միմյանց դիրքերն ու պատասխանատվությունները հաշվի առնելու, կնմանվեն անկախ ատոմների հավաքածուի եւ իզորու չեն լինի կազմակերպված մարմնի աշխատանք կատարել։ Քրիստոսի զինվորներին եւս պատշաճում է ներդաշնակորեն գործել։ Նրանք չպետք է միայն սեփական անձի մասին հոգ տանեն։ Հակառակ դեպքում Տիրոջ ժողովուրդը կատարյալ ներդաշնակության մեկ մտքի մեկ մեծ նպատակի ծառայելու փոխարեն կունենա ընդամենը ապարդյուն ջանքեր եւ վատնված ժամանակ ու տաղանդներ։ Միությունը ուժ է։ Դարձի եկած մի քանի հոգին, որոնք գործում են ներդաշնակորեն մեծ նպատակի համար, ենթարկվում են մեկ Տիրոջ, միմիայն հաղթանակներ կգրանցեն։ Ուրեմն, պատերազմի ժամանակ պատգամավորներին հաճախ ամենաբարդ դերն էր բաժին հասնում, ուստի այս ինքնանկարագրությունը համապատասխանում է ռազմական փոխաբերության համատեքստին, երբ որ Պողոս ասում է ես պատգամավոր եմ Քրիստոսի համար։ Այս պաշտոնյաներին հարկավոր էր հարգանքով վերաբերվել նրանց ուղարկող անձին կամ երկրին հարիր կերպով, բայց մենք կտրուկ հակադրություն ենք տեսնում Պողոսի տիեզերքի գերագույն տիրակալի պատգամավորի կարգավիճակի եւ նրան կապանքներում պահելու բացարձակ անհարգալից վերաբերմունքի միջև։ Այդուհանդերձ, քանի որ պատգամավորները կրում էին պաշտոնական կապանքներ, Պողոսի կապանք բառի հիշատակումը կարող է համեմված լինել հեգնանքով։ Այսինքն ոչ թե կապանքներ էին կրում պատգամավորները, այլ շղթաներ։ Եվ այստեղ Պողոսը իր կապանքները շղթա անվանելով հեգնականորեն համեմում է դա հեգնանքով, որտեղ նա իր կապանքները համարում է զարդ, որը պետք է կրել պատվով։ Այսինքն պատգամավորները, պատգամաբերները կամ հայերեն ինչպես էր դեսպանները շղթա էին կրում որպես զարդարանք։ Պողոսն էլ իր զարդարանքը համարում է այս կապանքները, այս շղթաները, բանտի, որտեղ նա դրան արժանացել է ինչի համար, Քրիստոսին ծառայելու համար։ Եվ փաստորեն այդ կապանքները պատճառ դարան շատ մարդկանց դարձի գալու համար նույնիսկ պալատում, նույնիսկ կայսեր արքունիքում։ Այսինքն այնտեղ ինքը այդ խաղաղության լուրը բերեց եւ շատ մարդիկ դարձի եկան եւ ապաշխարեցին։ Ուրեմն թող Աստված մեզ օգնի, որպեսզի մենք կարողանանք ամեն առավոտ վեր կենալով առաջինը փառաբանենք Աստծուն, որ եւս մի օր մեզ տվեց։ Երկրորդը հագնելով Աստծո տված սպառազինությունը, որոնք մենք նշեցինք, գոտիկը, որի վրա ամրանում էր զրահը, նաև սուրը, որ Սուրբ Խոսքն է, Աստվածաշունչն է։ Եթե մենք չիմանանք Աստծո խոսքը, մենք չենք ունենա այդ սուրը, եւ ուրեմն չենք կարողանա պայքարել։ Մենք անձամբ պետք է ուսումնասիրենք եւ իմանանք Աստծո խոսքը։ Եթե մենք վստահենք մյուս մարդկանց եւ ինքներս չուսումնասիրենք, ինչպես Բերիայի հավատացյալներն էին անում, իրանք Պողոսի խոսքին չվստահեցին եւ Պողոսը դրա համար գովեց իրանց։ Ասեց բրավո, որտեղ չի կարելի մարդու խոսքին վստահել, այլ բացեցին Աստվածաշունչը եւ համոզվեցին, այո, Պողոսը ասում է ճիշտ, ինչ որ Աստվածաշունչում գրած է։ Դրա համար ամեն օր Աստվածաշունչ ուսումնասիրեք, կուրորեն մի հավատացեք մարդկանց խոսքերին։
որտեվ շատ մարդիկ սխալ հասկանալով եւ սխալ ճանապարհով են տանում մարդկանց։ Եվ ուրեմն զինվենք Աստծո խոսքով առավոտյան, որպեսզի երբ որ եւ հավատք առնենք որպես վահան, որպես երբ որ սատանայի կրակոտ նետերը կամ նրա ագենտների կրակոտ նետերը մեր վրա գան, մենք վահանել ունենանք, այսինքն մեր հավատքը եւ սուրել ունենանք, այսինքն Աստծո խոսքը, որպեսզի կարողանանք հաղթել այդ պայքարում։ Մենք չենք կարող սատանային եւ իրանց ագենտներին հաղթել սովորական զենքով, այլ միայն Աստծով։ Եվ ամենակարևորը աղոթքը։ Սպառազինությունը, երբ որ հագնում եք, ձեր հավատքի վահանը վերցնում եք, ձեր սուրբ խոսքը կարդում եք, առանց հավատքի մի շարունակեք, առանց աղոթքի մի շարունակեք ձեր օրը, որտեվ Աստված է, աղոթքն է, որ շարժում է Աստծո ձեռքը։ Աստված առանց մեր խնդրելու գիտի ամեն ինչ, բայց ինչի է Աստված ուզում, որ մենք խնդրենք? Առաջինը մեր հավատը աճեցնելու համար, երկրորդը սատանան կողքից կանած ասում է, գիտես, այս մարդը չի դիմում քեզ, չի հարցնում քեզանից, չի դիմում քո օգնությանը, չի ասում օֆիցիալ ձևով։ Գիտեք, երբ որ պատերազմ է գնում, ասում են օֆիցիալ չի դիմել օգնության, մենք իրավունք չունենք օգնելու, եթե օֆիցիալ չեն դիմել օգնության, կամ եթե ծնողը դիմում չի տալի իր երեխան դպրոց գնալու համար, ոնց այդ երեխան դպրոց կգնա։ Այսինքն ամեն ինչ գոյություն ունի օֆիցիալ խնդրանք, օֆիցիալ դիմում, նույնը աղոթքն է, դա օֆիցիալ դիմում է Աստծուն, որ երբ որ Աստված խնդրում ենք Աստծուն ամեն օր ինքը խառնվի մեր կյանքին, ամեն օր, ամեն վայրկյան, որ սատանան չասի, այս մարդը չի խնդրում, դու ինչ ես խառնվում։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ոչ մի բան ենք առանց Աստծո։ Եվ մենակ Աստված է, որ բոլոր հանգամանքները այնպես է դասավորում, որ մեր օգուտի համար լինի, եւ Աստվածաշունչում վերջիվերջո շատ սիրուն խոստում կա, իմ ամենասիրած խոստումներից մեկը, որ ասում է, ինչ էլ որ պատահի Քրիստոսին սիրողի կյանքում, այսինքն հավատացյալի, իսկական հավատացյալի քրիստոնյա կյանքում, ինչ էլ որ պատահի, նրա բարիի համար է պատահում։ Այսինքն թվում է, թե չար բան է, բայց վերջիվերջո դա վերածվում է բարի նպատակի։ Եվ դրա համար ասում եմ, քաջալերում է այդ խոստումով եւ ասում է, մի վհատվեք, երբ որ ձեզ չար բաներ է պատահում։ Ուրեմն թող Աստված մեզ օգնի, որ հավատքի վահանով, Աստծո խոսքով եւ աղոթքով սպառազինված մենք ամեն օր սկսենք մեր կյանքը եւ այդ ժամանակ մեր ամեն օր մեր կյանքը կլինի հաղթանակների շղթա, այլ ոչ թե պարտությունների։ Ամեն անհատ քրիստոնյա պետք է այդպես սկսի իր օրը եւ դրանից է կախված եկեղեցու ամրությունը, եկեղեցու միաբանությունը եւ դրանից է կախված արդեն մնացած հասարակության կյանքի որակը։ Եթե տվյալ հասարակությունում անհատ քրիստոնյան, քրիստոնեական ընտանիքները, քրիստոնեական եկեղեցին չի արտացոլում Քրիստոսի ճշմարտությունը, հասարակությունը շատ վատ վիճակի մեջ կլինի, որտեղ նշանակում է չկան պատգամավորներ Քրիստոսից այդ հասարակության մեջ, ճիշտ պատգամբերողներ։ Ուրեմն թող Աստված մեզ օրհնի, որ մենք ճշմարիտ պատգամավոր լինենք Աստծո համար։ Մինչև մյուս շաբաթ։